Երեխաների նկատմամբ առցանց շահագործման եւ բռնության դեպքերի թիվը աշխարհում աճում է։ Դրանից անմասն չէ նաեւ Հայաստանը։ Վերլուծությունները ցույց են տալիս, որ նման դեպքերի շուրջ 69%-ը տեղի է ունենում Instagram-ում եւ Snapchat-ում։ Բավական բարձր ցուցանիշներ ունեն նաեւ TikTok-ը եւ Telegram-ը։ Ամենացածը ցուցանիշը գրանցվել է Facebook-ում, ընդամենը 7%։ Առաջին հայացքից կարող է թվալ, թե երեխան ապահով է, նա տանն է, ձեր կողքին, զբաղված է հեռախոսային խաղերով կամ սոցիալական ցանցերով, սակայն ծնողների մեծ մասը չի էլ պատկերացնում, թե էկրանի մյուս կողմում ինչ վտանգներ են սպառնում երեխային։ IT ոլորտի մասնագետ Լևոն Հունանյանը բարձրաձայնում է համացանցում տարածված վտանգավոր խաղերի մասին, որոնք կախվածության մեջ են պահում դեռահասներին։ Այդպիսի խաղերից է հատկապես 14 տարեկանից ցածր երեխանի շրջանում մեծ տարածում ունեցող Roblox-ը, որը հաճախ բավարար վերահսկողության չի ենթարկվում սոցիալական խոշոր հարթակների կողմից։ Այս խաղի մեջ մասնակիցներն ավելացնում են ինչ ցանկանում են՝ տեսանյութեր, լուսանկարներ, ձայնային հաղորդագրություններ, վատ մարդկանց հետ շփում։ Մասնագետը բացատրում է, թե ինչով են խոցելի այդ խաղում ներգրավված երեխաները՝ թմրանյութեր, խաղամոլություն, 18+ տեսանյութեր, մանկապղծություն։ Տարիքային շեմի խմբավորումը ցանկացած Roblox-ի էջ վաճառքի է դրված, այսինքն երեխան կարող է իր էջը վաճառել ու այդ նույն պեդաֆիլը, նույն խաղամոլը տարիքային իրանից բարձր շեմով, այսինքն 40 տարեկան մարդը կարող գնի այդ երեխայի էջը ու շփվի ցանկացած փոքր երեխայի հետ։ Ես դրանով չեմ ուզում ասեմ, որ վայ բոլոր ձեր երեխաների հեռախոսները վերցրեք եւ ջնջեք։ Չէ, այդ արդեն սխալ կլինի, եթե դու երեխային չբացատրես, որ խի ես դու ջնջել կամ խի դու չես թողում այդ խաղը, այդ արդեն կլինի ուղղակի երեխային սահմանափակել։ Սահմանափակումը սխալ կլինի, որովհետև մեկը ինքը ձգտելու է դրան։ Հայաստանում անցկացված հետազոտությունների տվյալներով 12-ից 17 տարեկան ինտերնետ օգտագործող երեխաների շուրջ 5%-ը ենթարկվել է տեխնոլոգիաների միջոցով իրականացվող սեռական բռնության։ Այս ցուցանիշը վերաբերում է այն դեպքերին, երբ բռնությունը կատարվել է թվային հարթակների միջոցով։ Մեծ է նաև կիբերբուլինգի, այսպես ասած, համացանցային նվաստացման վտանգը։ Կիբերբուլինգի ենթարկված երեխան մշտապես դեպրեսիայի մեջ է։ Խաթարվում է նրա հուզական աշխարհը, նվաստացնող մեկնաբանությունները կամ վիրավորանքները հոգեբանական ծանր հարված են նրա համար։ Թվային անվտանգության մասին անհրաժեշտ գիտելիքներ հայաստանյան դպրոցներում գրեթե չեն մատուցվում։ Դեռահասները թողնված են համացանցային սպառնալիքների դեմ գրեթե անպաշտպան։ Այս խնդրի կապակցությամբ բազմիցս իր մտահոգությունն է հայտնել կրթության ոլորտի մասնագետ Սերոբ Խաչատրյանը։ Կիբերհաբի հետ զրույցում մասնագետը փաստում է խնդիրների մասին, նշելով, որ մեծամասամբ ծնողները չեն տիրապետում տեխնոլոգիական ոլորտին եւ հաճախ չեն պատկերացնում, ինչով է զբաղվում իրենց երեխան, ում հետ է շփվում եւ ինչ է զգում։ Թվային գրագիտությունը բավական ցածր մակարդակի վրա է եւ անգամ շատ մեծահասակներ չգիտեն էլ TikTok-ը ինչ է, Instagram-ը ինչ է, ինչ այնտեղ տեղի ունենում։ Եվ նաեւ սրան նպաստեց այն հանգամանքը, որ մեր դպրոցներում սկսեցին ինչ-որ առաջադրանքներ տալ նույն բաներով, QR կոդերով կամ ինչ-որ Վիկիպեդիայից ինչ արտագրեք եւ այլն, երբեմն անիմաստ տեխնոլոգիաների օգտագործմամբ առաջադրանքներ copy-paste անելու եւ այս հանգամանքը օգտագործելով երեխաները հիմա նաեւ հաճախ ծնողներին խաբում են։ Եթե դու երեխային ուղղակի ասես, որ այդ ինչ ես խաղում կամ վատ բան ես անում, բարձր երեխան չի ընկալի քեզ։ Երեխան ուզում է հասկանա, թե ինչ է անում ինքը ընդհանրապես։ Իրան պետքա բացատրել, թե ինչա դա, խիա վատ կամ խիա լավ։ Ինչպես կարելի է ճանաչել կախվածության մեջ հայտնված երեխային։ Ինչ վարքագիծ է նա դրսևորում երկարատև խաղերից հետո։ Ըստ հոգեբան Մարիամ Մեհրաբյանի 11-ից 14 տարեկանը զարգացման ամենազգայուն փուլն է, որը հարկավոր է պահել տեսադաշտում։ Կախվածության շեմը դա քրոնիկ զբաղվածությունն է։ Եթե երեխան հեռախոսը երբ խնդրում ես վերցնել արդեն ցույց է տալի ագրեսիա, եւ ամեն կերպ հրաժարվում է, սա արդեն կախվածություն է։ Երբ երեխայի բիբերի շուրջ կարմրություն է, որովհետեւ ոչ թե դա օրը 10-ից 15 րոպե զբաղվածությունն է, առավելագույնը 1 ժամ, այլ մինչեւ 3 ժամ, իսկ սմարթֆոններով դուք կարող եք վիճակագրությունը ամեն օր ստուգել, սա արդեն կախվածություն է։ Երբ երեխան դժվար է մի երևույթից կենտրոնանում մյուս երևույթի վրա, հեռախոսը անջատեց եւ սկսում է կարդալ պատմության դասը, չի կենտրոնանում, սա կախվածությունն է։
երբ երեխան դառնում է քչախոս, տուժում է բառապաշարը եւ պատմողական առարկաների ժամանակ չի կարողանում միտքը ձևակերպել կոնկրետ եւ հստակ, հարցը կրկնել է տալիս մի քանի անգամ, սա կախվածության հետևանքն է։ Հոգեբանը նշում է թվային աշխարհում ամենախոցելի տարիքը։ Դա մի քանի ամսականից մինչև 5 տարեկանն է։ Նույնիսկ ծնողները հպարտությամբ կարող են ասել, որ մեծի նման տիրապետում է հեռակառավարման վահանակին, ինձնից լավ սմարթֆոնի կոճակներով գտնում է այս կամ այն ֆունկցիան, ես շտապում եմ ասել, որ այստեղ մենք ուրախալի փաստ չունենք։ Գիտելիքի աշխարհում սմարթֆոնը համակարգիչը օգտակար են, բայց միայն այն դեպքում, երբ երեխան դրանք ճիշտ է օգտագործում, դրանց միջոցով ինչ-որ բան է սովորում, բայց մյուս կողմից դրանք նրա համար մեծ վտանգ են ներկայացնում, ասում է հոգեբանը։ Տեղեկատվական անվտանգության մասնագետները միանշանակ չեն գնահատում համացանցային խաղերի սահմանափակման կամ արգելափակման գաղափարը։ Նրանց կարծիքով նման միջոցառումներն արդյունք կտան միայն այն դեպքում, եթե սահմանափակումները կիրառվեն համատարած կերպով, ինչը մեր օրերում գրեթե անհնարին է։ Ես առհասարակ դեմ եմ բոլոր տեսակի արգելքներին, սկզբունքորեն ասեմ, սակայն մյուս կողմից երեխաների հետ կապված որոշակի նոր զարգացումներ կան ժամանակակից աշխարհում։ Երկու հիմնական ուղղություն կա այս ոլորտում։ Առաջին ուղղությունը այն է, որ ոչ թե պետք է ինչ-որ մի բան արգելել, այլ պետք է երեխաների ծնողների հետ աշխատանք տանել, որպեսզի իրենք իրենց երեխաների հետ աշխատանք տանեն։ Եթե ամեն ինչ արգելափակենք, ընդհանրապես ոչինչ չի լինի։ Բայց երբ որ ծնողը ասում է ես իմ երեխային վերահսկում եմ իմ կողմից, երեխային ինչպես շեշտադրեցիք, կարող վերահսկեք ձեր տանը, կարող է վերահսկեք իր հեռախոսը, դուք չեք կարող վերահսկեք դիմացի երեխայի մոտ, թե ինչ կարող է լինել։ Նկատենք, որ կիբերբուլինգի ենթարկված երեխան ոչ միշտ է բարձրաձայնում այդ մասին, նրանք հաճախ համաչում են, դառնում ինքնամփոփ, շատ դեպքերում նույնիսկ իրենց մեղավոր են զգում։ Ինչպես վարվել նման իրավիճակներում, ինչպես պետք է ծնողը կառուցի վստահելի եւ ճիշտ երկխոսություն երեխայի հետ։ Նման դեպքերում ծնողը պետք է սովորի լսել եւ չդատապարտել, որպեսզի երեխան անկաշկանդ խոսի իր զգացմունքների, հնարավոր վտանգների մասին։ Խորհուրդ է տալիս հոգեբանը, նշելով, որ շատ դեռահասների մոտ ինքնագիտակցության շեմը այդ տարիքում այն վիճակում չէ, որ կարողանան բացատրել, թե ինչ է իրենց հետ կատարվում։ Կախվածություն ունեցող դեռահասը նա հեռախոսին համարում է անլեզու ընկեր, որը որ բավարարում է իր հուզական պահանջմունքները, օգնում է հորմոնալ դաշտում ունենալ բավարարվածություն, որը որ ընտանեկան միջավայրում շատ հաճախ զբոսանքների, միասին հանգստանալու, միասին ժամանակ անցկացնելու սուղ պայմաններում երեխան չի ստանում։ Երեխային օգնելը, որպեսզի նա իր հույզերը եւ մտքերը կարողանա արտահայտել, կոչվում է հուզական ինքնաճանաչողություն։ Սակայն մինչ երեխան սովորի դա անել, շատ կարևոր է, որ ծնողները ճանաչեն իրենց սեփական հույզերը, իրենց հոգնածությունն ու անհանգստությունները, որպեսզի ավելի լավ կարողանան արձագանքել երեխայի կարիքներին եւ ապահովել, որ նա զգա իր կարեւորությունը եւ լսված լինելը ընտանիքում։ Եթե նաև անդրադառնանք այն հարցին, թե ինչպես լուծել խնդիրը, երբ արդեն ահագնացող է վտանգը, թույլ տվեք ասել առաջի տեղում մասնագիտական աջակցությունն է, որովհետև թե մանկարժական եւ թե մասնագիտական աջակցությունը գալիս է նաև օգնելու ծնողին, հատկապես այն ծնողին, ով հենց ինքը ունի այդ կախվածությունը։ Ինչ մեխանիզմներ են մասնագետները տեսնում կիբերբուլինգի դեմ պայքարում եւ ինչ պետք է անել պետական մակարդակով համացանցային վտանգները նվազեցնելու ուղղությամբ։ Ամենաարդյունավետ մեթոդներից մեկը կտրուկ քայլերի գնալն է։ Կա ամերիկացի մի շատ հայտնի հոգեբան Ջոնաթան Հայդը, որը այս թեմայով բավական հետաքրքիր ուսումնասիրություններ է արել եւ ունի մի հայտնի աշխատություն, որը կոչվում է Anxious Generation, այսինքն այսպես անհանգիստ ջղային սերունդ, որտեղ ինքը ցույց է տալիս, թե on-line հարթակների օգտագործման արդյունքում որքան են շատացել ինքնասպանությունները դեռահասների շրջանում։ Facebook-յան գրառումներից մեկում Սերոբ Խաչատրյանը գրել է. աշխարհի բազմաթիվ երկրներ կոնկրետ քայլեր են անում մինչև 15-ից 16 տարեկան երեխաների մուտքը սոցիալական ցանցեր արգելելու կամ սահմանափակելու ուղղությամբ։
Կան շատ հիմնավոր ապացույցներ, որ սոցիալական ցանցերը ահռելի վնաս են հասցնում երեխաներին եւ կրթության գործընթացին։ Աշխարհի շատ երկրներում մարդիկ դատի են տալիս սոցիալական ցանցերի տերերին իրենց երեխաների մոտ կախվածություն առաջացնելու համար։ Պետությունը իր կողմից կարող է ստեղծի մի համակարգ, ծրագիր, որը քաշի ծնողը իր երեխայի հեռախոսի մեջ եւ իր հեռախոսի մեջ։ Դա կլինի օֆլայն համակարգ, որպեսզի երեխայի կամ ծնողի տվյալները պետությունը չքաղի, այսինքն դա չի լինելու այնպիսի ծրագիր, որ պետությունը վերահսկողություն ունենա դեպի քո երեխան կամ դեպի քեզ։ Այդ օֆլայն համակարգը կարող է իր մեջ ունենա AI, որի միջոցով կվերահսկվի թե երեխան ինչ է դիտում, թե ինչով է զբաղվում։ Ու ուղղակի հետո կլինի ներքին ցանցով կամ Bluetooth համակարգով այդ notification-ները արդեն կգնա ծնողին։ Մասնագետը բացատրում է, որ այս քայլը կմեծացնի վերահսկողությունը երեխայի հանդեպ եւ նույնիսկ եթե ծնողը չի տիրապետում սմարթֆոնների լեզվին, հոգ չէ, նրան հայատար գրություն նամակ կուղարկվի, որում կնշվի, թե ինչով է զբաղվել իր երեխան։ Մեդիափորձագետ Արթուր Պապյանի խոսքով համացանցային խաղերը հիմնականում զարգացնող խաղեր են, սակայն համամիտ է, որ նրանցում առկա չաթային բլոկները, հավելվածներն իսկապես վտանգ են ներկայացնում երեխաների համար եւ անհրաժեշտ է համապատասխան օրենսդրությամբ լուծել այդ խնդիրը։ Գուցե ինչ որ առումով արդարացված է այս պահին հանել օրենք, որով սոցիալական արտակներին ու պլատֆորմներին կպարտավորեցնենք, ոչ թե մենք ինչ-որ մի բան կարգելափակենք, այլ օրենք կհանենք, որի համաձայն սոցցանցերին, հարթակներին խոշոր կպարտավորեցնենք, որոշակի սահմանափակումներ տնել եւ անչափահասներին օրինակ չտալ իրենց ֆիդերում չերևա պորնոգրաֆիա, ֆիլտրված կոնտենտ լինի եւ այլն։ Մեդիափորձագետը նշում է, որ եղել են դեպքեր, երբ դիմել են սոցիալական ցանցերի խոշոր հարթակներին, տեղեկացնելով, որ այսինչ երեխայի օգտահաշիվը ծաղրում է մեկ այլ երեխայի եւ պահանջել են այն արգելափակել կամ կիրառել համապատասխան պատժամիջոցներ, սակայն ստացել են պատասխան, թե որ օրենքի հիման վրա է ներկայացվում այդ պահանջը։ Արդյունքում պարզ է դարձել, որ Հայաստանում չկա որևէ օրենք կամ կարգավորում, որին հնարավոր է հղում անել նման դեպքերում։ Այս պայդրությամբ իրանք պետք է մեծ ռեկլամացիա անեն դեռ։ Եթե իրանք կարող են ռեկլամացիա անեն պետություն եւ իրանք իրենց շահերը, այդ բանին պետք է թե հեռուստացույցով կարող են ոչ պարտադրված իրենք գնել մի ռեկլամ, օրական ընդամենը մեկ ռեկլամ, ժամը 7-ին 8-ի կողմերը, երբ որ բոլորը հեռուստացույցով դիտում են, այդ համակարգը ոնց որ ցուցադրվի, թե իրանից ինչ է ներկայացնում ու ծնողները ավելի տեղեկացված կլինեն, այսինքն նույն մարզում ապրող բնակիչը հեռուստացույց դիտելուց կամ համացանցը թերթելուց կիմանա, որ հետեւյալ համակարգը կա ու ըստ ինձ ցանկացած ծնող կուզենա, որ իր երեխան ավելի անվտանգ լինի ու ավելի տեղեկացված լինի, թե իր երեխան ինչով է զբաղվում։ Ըստ UNICEF Հայաստանի հետազոտության սոցիալական ցանցերում ամենամեծ վտանգը միշտ չէ, որ անծանոթներից է գալիս։ Հանցագործների 57%-ը երեխաներին ծանոթ անձ է եղել, հասակակից կամ մեծահասակ։ Սոցիալական տարբեր ցանցերից տուժած երեխաների մոտ 12 անգամ ավելի մեծ է ինքնասպանության ցանկության հավանականությունը եւ 21 անգամ ինքնավնասման։ Տուժածների 53%-ը որևէ մեկին չի հայտնել տեղի ունեցածի մասին, վախենալով պատժից կամ քննադատությունից, ինչն էլ շատ դեպքերում հանգեցրել է հոգեբանական լուրջ խնդիրների։